երթը հանրապետության հրապարակից կհասներ Ծիծեռնակաբերդի բարձունք, իշխանությունը բարձր մակարդակով, այսպես ասած, դատապարտեց ձեր միջոցառումը։ Ինչի այլ բան եք սպասում ես իշխանություններից։ Դրոշի այրումը հանրապետության հրապարակում։ Բնական է, որ իշխանությունը ծանր է տանում մեր այս ժողովրդի պատասխանը, ինքը ըստ էության Ջայրով երթը վերածել է պետական մակարդակի միջոցառման, երբ որ մեր քաղաքացիները հանրապետության տարբեր ծայրերից գալիս են իրենց այս պահանջատիրության եւ պայքարի երթին մասնակցելու համար։ Այս իմաստով շատ բնական է, որ այս ուրացող իշխանությունները շատ ծանր են տանում եւ վաղը կհետեւի Թուրքիայի արձագանքը, Ադրբեջանի արձագանքը, իրենք սինխրոն աշխատում են եւ պարտադրում են մեզ հրաժարվել մեր ինքնությունից, ուրանալ ցեղասպանությունը եւ առհասարակ Հայաստանի նկատմամբ դենացիոնալիզացիայի ծրագիր է իրականացվում, որի մասին խոսել ենք։ Հետեւաբար մենք ըմբռնումով ենք մոտենում իշխանության այս արձագանքներին, այլ բան չենք էլ սպասում։ Պարոն Սաղաթելյան, ինչ եք կարծում, կգա մի ժամանակ, երբ իշխանությունները ամեն ձև կփորձեն խոչընդոտել եւ այնպես անել, որ ամենամյա երթը չկայանա։ Եթե այս չարիքի ուրացող իշխանությունը մնա, այս ծիծեռնակաբերդն էլ ես չգիտեմ կլինի թե չէ։ Եթե նույնիսկ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ցեղասպանության թանգարանի տնօրենին աշխատանքից ազատեց ջարդերի մասին ընդ որում գիրքը նվիրելու համար, այսինքն իհարկե եթե այս իշխանությունը մնա, առհասարակ հայկական ինքնությունը հարցականի տակ է դրվելու, իսկ որ Թուրքիան եւ Ադրբեջանի պահանջը մեր նկատմամբ միայն տարածքային չի, այս ամբողջ ժամանակահատվածում իրենց խնդիրը նաեւ մեր հայ լինելու մեջը եւ փորձել են անընդհատ բնած ջնջել, դա փաստ։ Հետևաբար այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ Հայաստանի օրվա ռեժիմի ձեռքով լեգիտիմացվում է եւ ցեղասպանությունը, որ մեր նկատմամբ տեղի ունեցել, եւ Արցախում էթնիկ զտումը ցեղասպանություն։ Շատ սինխրոն իրենք միմյանց հետ աշխատում են, բայց այստեղ ամենակարևորը, որ պետք է արձանագրենք, մեր ժողովրդի քաղաքացիների այս ծավալի մասնակցությունները, այսի պատասխանը այսօրվա այս ուրացման քաղաքականության։ Պարոն Սաղաթելյան, դաշնակցության մոտեցումներում որևէ բան է փոխվել, մասնավորապես այն հանգամանքով պայմանավորված, որ նախկինում նաև այրվում էր Ադրբեջանի դրոշը, այս տարի մենք տեսանք, որ միայն Թուրքիային էր եւ նաև սոցիալական հարթակներում օգտատերերի դժգոհություններ հարուցել դա։ Նախ այս դրոշը դաշնակցությունը չի վառում, որ մեր հայացների մեջ էլ բան փոխվի, չփոխվի, դա երիտասարդների դրսևորումն է։ Մի տարի կվառեն, մի տարի չեն վառի, դա ընդհանուր մեր վերաբերմունքն է։ Հետևաբար այդ տարբեր տեղերից բզբզոցները թող իրենց պահեն։ Մեր վերաբերմունքներում առհասարակ երևի շատ քիչ քաղաքական ուժ կա, որ իր հայացքների ու տեսակետների մեջ որևէ բան չի փոխում։ Փաշինյանական խաղաղության օրակարգն է խանգարել, որ այս տարի Ադրբեջանի դրոշն է։ Փաշինյանը խաղաղության օրակարգ չունի, որ դա խանգարի կամ չխանգարի։ Ընդհանրապես Ջայրով երթին խոսքը ցեղասպանության 15 թվականի ոճրագործության մասին է եւ նաեւ պարզ ասեմ, հավանաբար օրակարգը չշեղելու եւ այլ ուղղությամբ չտանելու պայմանավորված եղել, որ կոնկրետ Թուրքիայի նկատմամբ վերաբերմունք ցույց տվել, որովհետեւ առնվազն այս հարցում պահանջը Թուրքիայի հետ է եւ դա ուղղված է կոնկրետ Թուրքիայում գործող վարչախմբի դեմ, որոնք պետք է ընդունեն ցեղասպանություն։ Ընդդիմադիր դաշտին կոչ եք արել հանրահավաքով հանդես գալ միասնական, արդյոք որևէ արձագանք կա եւ որ ուժերի կողմից։ Չեմ կարծում, հիմա այս տեղն է, այս միջավայրում քաղաքական այդ հատկապես ներքին հարցերից խոսելու, առիթ կունենանք խոսելու, մենք շատ հստակ, շատ ուղիղ, շատ պարզ ու մատչելի բացատրել ենք այդ հարցի կարևորությունը, առաջարկել ենք։ Ես հույս ունեմ, որ ստացվելու է, նաեւ տեսնում եմ, որ Լուսանսկում հայտնված որոշ շրջանակներ շատ ծանր են տարել, դա նորմալ է, այսինքն սա նորություն չի մեր համար։